Ձեր անուն ազգանունը կասեք։ Պիմինովա Մարիա Վիկտորովնա, Հայաստանի քաղաքացի։ Տիկին Մարիա, այսօր վեհապար Հայրապետի դատավարությունն է, շատ անսովոր ձևակերպում է, երբևէ չէի մտածի, որ նման ձևակերպում կանեն, այո, եւ ես անձամբ որպես լրագրող նաեւ ուզում եմ ասել, որ սա իմ կարծիքով հայ ժողովրդի ողջ պատմության ամենամեծ խայտառակությունն է։ Ես ուղղափառ եմ, չնայած ներեցեք ընդհատում եմ, ինձ կնքել են Լիպսիմեի եկեղեցում 40 օրեկանում, հարգանքս բոլոր մեր եւ վեհապառին առաջի հերթ մեր լրիվ եկեղեցիականներին, որի շնորհիվ իրենց մենք դեռ ունենք մարդկային գործոն հավատք դեպի Աստծո ընտանիք հասկացողությունը ու մնացած բարիքները, որ տվել է մեր Տեր Աստվածը եւ մեր Գարեգին երկրորդին անչափ շնորհակալ եմ։ Ներեցեք ընդհատեցի չեմ կարող, լուրջ եմ ասում։ Իմ բախտը բերել է, ես 2 անգամ օրհնվել եմ Գարեգին երկրորդի կողմից։ Ես իր աչքերը տեսել եմ։ Այդ խոր իմաստ աչքերը եւ լիքը ցավով ես հիմա փշաքաղվում եմ դա հիշելուց, որտեվ այդ մաքուր մարդու հանդեպ ոչ ոք իրավունք չունի կեղծավոր սուտ բաներ ասելու։ Մեկը չի կպնելու։ Իրեն Աստված է որոշել հայ ազգի վեհապառը լինելու եւ միայն Աստված իրան հիմա տվել է այս չարիքի դեմ պայքարը, որ թող ինձ Աստված ների այս կեղտոտ բառի համար, սատանիստների դեմ պայքարը եւ խնդրում եմ ներողություն, նույն Վատիկան մանկապիղծը այդ իրանց պատվերն է, 100% իրանք են պատվիրել, որ մեր վեհապառի հանդեպ այս այլանդակությունը տիրի, նույնը վստահ եմ Գորժ Գայլերի պատվերն է եւ Մարթակեր Անգլիայի։ Ես իմ բառապաշարի համար ներողություն եմ խնդրում, ես շատ ցավոտ եմ ընդունում, որ առաջի քրիստոնեություն ընդունած ազգը ում հանդեպ վեհապառի, դուք տեղյակ եք ժողովրդին եմ դիմում, տեղյակ եք ինչ բարի գործեր ա արել ինքը։ Вообще ոնց կարելի է միայն Տեր Աստվածը կարող է պատժի կամ դատի եւ դատավոր, չնայած մենք դատավոր չունենք, բոլորը դարել են ստրուկի դեմը, որտեղ այն որ դա անում է եւ այդ սուտը տարածում է, ինքը իրավունք չունի ասելու, քանի որ 4 անօրենք երեխա է ունեցել, անօրենք։ Եվ Աստված պահապան բոլոր բալիկներին, բայց ով խոսա գոնե այդ մարդը իրավունք չունի։ Ես հարգանքս եմ հարուցում մեր եկեղեցիականներին, այն մեր ժողովրդի մասին, որ ադեկվատ է, հարգում է եկեղեցիա գնում եւ պաշտում է մեր եկեղեցին, որտեղ սա սրբություն է եւ ամոթ աղանդավորներին, որ ունենք 500 տեսակ աղանդների, Ալեքսանդր Ամարյանը, որը որ պայքարում էր, ով տուժվել էր աղանդավորներից, ես նույն ձևի տուժվածն եմ իրանցից եւ իրանք Աստծուն չեն հավատում, իրանք ընտրել են մամոնային եւ երբեք չի կարող լավ ավարտ ունենալ, քանի որ ծախված մարդը ինքը դաժան պատասխան ունի տալու եւ էստեղ եւ մեր Տեր Աստծու մոտ եւ ամենը ահավորը, որ ծնողներն են ընտրել, թե իրենց բալիկներին ինչ է սպասում եւ ամենամռմուռը ցավոտը Աստված կպատժի այդպես, ինքը մեզ բոլորի սիրում է, նա մեր հայրն է, բայց այն ցավը, որ հիմա իրանք մեզ են տալի եւ մեր եկեղեցում, դա չի կարող հենց այնպես անցնել։ Էմոցիաներիս համար ներողություն, ամոթ նրանց, ովքեր որ եկեղեցու դեմ եւ մեր վեհապառի դեմ ինչ որ գործարքներ են կատարում, թող հիշեն, որ պատժվելու են։ Ես հասկանում եմ, միշտ ամեն մի ազգանունի մեջ եւ ընտանիքի եւ ազգերի մեջ կա Կային եւ Աբել, պատասխան տվել են, տվելա չէ մարդասպանը, նույնը լինելու է։ Վախեցեք Աստծո պատժից, վախեցեք, կոչ եմ անում, խղճացեք ձեր ծնողներ, ձեր երեխաներին եւ դուք հաստատ չեք ունենա ապագա, այն ինչ որ դուք եք անում։ Աստված թող ինձ ների։